Մենք կրկին ուղիղ եթերում ենք, Ստամբուլի հետ կապը հաստատվեց, մեզ է միացել այսօր Ստամբուլի Ակոս թերթի հայկական բաժնի գլխավոր խմբագիր Բակրատ Էստուկյանը, բարև ձեզ, հարգելի Բակրատ։ Բարև ձեզ։ Բերեք սկսենք ամենակարևորից, վերջին օրերի հայ-թուրքական շփումներից, ընդ որում թուրք պաշտոնյան Հայաստանի սահմանը հատեց Մարգարայի կողմից, խոսքը Քլչի այցի մասին է։ Այս այցելությունը ի տարբերություն մյուս այցելությունների ունի այլ բովանդակություն, Բակրատ։ Դժբախտաբար ոչ։ Այս անգամ 6-րդն է եւ մենք այս լուրը հաղորդած ժամանակ գործածեցինք հույսերը մնաց 7-րդ հանդիպման խորակիրը։ 6 անգամ է որ Սերդար Քլիչ եւ Ռուբեն Ռուբինյան կհանդիպին եւ անոնց երրորդ հանդիպում են յետքեր որ Ռուբինյան ընդվզեցավ ուսելով որ թիզմը հարաճընթաց չեն գարցանակրած եւ այդ ելույթն վերջը որ ուսվեցավ թե իբրև թե ցամաքային սահմանը պիտի բացվեր երրորդ երկրների քաղաքացիներուն եւ դիվանագիտական անցակիր ունեցողներուն բայց այդ ալ չեղավ մինչ այդ Հայաստան իրեն վիճակող բարդականությունները կատարեց շահագործման պատրաստ թիրքի բերավ Մարգարայի սահմանատուրը բայց համապատասխանը չտեսանք Թուրքիո մեջ հետևաբար նախավեսալ այս թեմայով հաջող խոսեցանք եւ ես ամեն անգամ ունեցի որ Թուրքիան գախյալ է Բաքուի հավակնութենեն եթե Բաքու հավակնություն դա հարաճընթաց պիտի արձանագրվի որովհետեւ հիշենք թե այս գործընթացը մեկնարկեց այսինքն Քլիչի եւ Ռուբինյանի հանդիպումներով ընթացող գործընթացը մեկնարկեց նախագահ Էրդողանի գոչով Էրդողանն էր որ ասավ որ քանի որ պատերազմը վերջացավ քանի որ Արցախը ազատագրվեցավ իրենց խոսքով ես այս բարի ճագերտի մեջ կգործածեմ աշխիվ ուրեմն Հայաստանի հետ ալ ժամանակը եկած է հարաբերությունները բնականոնացնելու սակայն գբարզվի որ այս բանը միայն Էրդողանին գամքով ըլլալի կորց չէ պետք է երրորդ կողմ մնալ համոզել եւ հիմա ավասիկ այդ է որ չէ կոյացած ըստ ներկա պատկերին Բակրատ Թուրքիայի արտգործնախարարը այդ հանդիպումից հետո անգամ ժամկետ է նշում որ հաջորդ տարվա առաջին կեսին հայ-ադրբեջանական պայմանագիրը կստորագրվի Եթե Բաքուն հավելյալ նոր պահանջներ չներկայացնի մենք գիտենք որ անվերջանալի դարձան Ադրբեջանի պահանջները այս խաղաղության պայմանագիր կնքելու խնդրին մեջ միշտ նորմը ստեղծեց ըսավ սահմանադրությունը փոխեցեք ըսավ այն միշտ նոր պահանջներով հանդես եկավ եթե նոր պահանջներ չբարդատրվին միգուցե Հայաստանի կողմը դրամատրություն իբրև պատրաստ է այդ ստորագրության բայց առավելապաշտության հետևող Ալիևի վարչությունը միշտ ավելին կպահանջի անգամ Վաշինգտոնի միջնորդության դեպքում անգամ այո եւ շատ ցավալի է որ այդ Վաշինգտոնի միջնորդությունը իսկույն արդյունք արավ հայկական կողմի ալ ես շատ կապսոսամ այդ ընթացքին որովհետև պետական սահմաններով անցերն մխելիությունը մենք ծևոմը փոխանցած եղանք Միացյալ Նահանգներու սաբահուն փոխանցությունը անձանոտ ընկերության մասին կխոսեմ որովհետև ամերիկյան ընկերությունը իբրև թե պիտի վերահսկե այդ սահմանը ամեն բարակայի հաջող խոսվեցավ որ հայ սահմանապահներ պաշտոն պիտի ստանցնեն բայց վերջնականապես ամերիկյան ընկերությանը վարձակալած պիտի ըլլանք Սյունիքի մարզեն անցնող ճանապարհը Դե այնինչ դուք ասում եք դեռ վերջնական չէ կա իհարկե այդպիսի տարբերակ քննարկվում է ասում են անգամ քանի տարի պետք է այդ ընկերությունը շահագործի այդ ճանապարհը բայց դեռ ամեն ինչ սաղմնային վիճակում է Բակրատ ոչ ոք չգիտի այո որովհետև նախաստորագրություն գոչվեցավ
գնքված պայմանակիրը ոչ թե ըստորագրություն, այլ նախաըստորագրություն։ Հա, բայց ինչն է հետաքրքիր, որ այդ Թրամփի առաջարկը կամ Թրամփի ուղին, ինչպես ասում են հիմա, այդ ճանապարհային հանգույցին, ողջունեցին գրեթե բոլորը, անգամ Թեհրանն ու Մոսկվան, Բաքրատ։ Ինձ համար իսկապես դժվար հասկանալի երևույթը այս է, որովհետև Ամերիկան վստահելի պետությունը երբեք չէ հատկապես այս տարածքաշրջանի մեջ։ Ան Իրանի հետ ունի հաշիվներ, Թուրքիայի հետ ունի հաշիվներ, հետևաբար անոր յուրաքանչյուր քայլը ոչ թե գարջ հերանեկարով, այլ պետք է երկար հերանեկարով մեկնաբանել։ Եվ ես կարող չեմ այդ երկար հերանեկարը թե ինչ կհետաբնթե, որ շահերուն կհետաբնթե Միացյալ Նահանգներու վարչությունը, պետականությունը, պետական միտքը, ես անոնք մեկնաբանելու կարող չեմ, բայց շատ զգուշ եմ, շատ մտահոգ եմ, որովհետև գիտեմ, որ այդ երկիրը համաշխարհային մարդկության համար շատ վտանգավոր ցկտումներ ունի։ Հիշենք Գազան տուրիստական կենտրոնի վերածելու ծրագիրը, ես այնտեղ տուրիստական փարտամ հյուրանոցներ կկառուցեմ, սա վասն ինչի, վասն դեղացի ժողովրդի դեղահանման։ Շատ վտանգավոր միտքեր են ասոնք, եւ ամեն բան միայն շահի իման վրա քննարկող նախագահը պաշտոնի գոչված է Միացյալ Նահանգներու մեջ։ Ես անունը իսկ տալե պիտի խուսափիմ, չեմ ուզել անգամ անունը հիշել, բայց համամարտկային վտանգ մգա մեր թիմաց։ Հայ ժողովրդին թիմաց ալգա այդ վտանգը, մենք ալ այդ համամարտկայինին մաս կգազմենք։ Այսինքն նկատի ունեք այստեղ կոնկրետ Թուրքիա-Իսրայել սրացումը, հա, որ կարող է նաև ռազմական բախման հասնել։ Այսինքն, որովհետև Ադրբեջանը ուղղակի տաշնակիցն է Իսրայելի։ Այո։ Թուրքիան իբրև թե խոսույթով, ելույթներով հակառակ է, բայց կորզնականապես գիտենք, որ սադարողն է։ Իսկ Միացյալ Նահանգները առանց վերաբախության ամեն տեսակ ոչրագործությունը արդարացնող մերձեցում ունի Իսրայելի հանդեպ։ Իսկ Գազայի մեջ կատարվածը բարինփուն իմաստով ցեղասպանություն է։ Բոլորովին խաղաղ բնակիչներ զանգվածային կերպով կսպանվին եւ Միացյալ Նահանգներու արտգործնախարարը դակավին գխոսի զինաթաթարի մասին։ Համասի հետ զինաթաթար։ Համասի հետ պատերազմ կա, որ զինաթաթարը լա։ Բարձրապես խաղաղ բնակչությունը ոչնչացնող հարցակում մգա, ոչ թե պատերազմ։ Վերադառնալով հայ-թուրքական երկխոսությանը մի դրվագի մասին եմ ուզում խոսենք, դա Քլիչի այցին հաջորդեց Երևանի որոշումը սահմանահատման կնքից անել Արարատի պատկերը, տեղյակ եք կարծեմ Բագրատ այդ։ Այո, տեղյակ եմ։ Ճիշտ ասած, սահմանահատման գնքի վրա Արարատի պատկերը անհրաժեշտություն էր արդյոք։ Ոչ, բայց Արարատի գերբարը ամբողջ հայ աշխարհի համար, համաշխարհային հայության համար սրբություն մնե։ Մեզ մե յուրաքանչյուրին դա մեջ գա Արարատի նկարը։ Արարատը թե մեր մշակույթին մեկ մասնիկն է եւ թե մեզ համար շատ խոր իմաստներ ունի։ Այս մեկը սովորական թուրքը ընկալելու դժվարանա, որովհետև խնդիրը գտի միայն աշխարհակրական ըմբռնումով։ Աշխարհակրական օրենքանի, որ Արարատը իմ երկրի տարածքին մեջն է, ուրեմն դուք ինչու համար կօգտագործեք այդ նկարը, այդ կերպարը։ Այս սող թուրքը կյանքին մեջ Երևանի մեջ չէ արտնցած առավոտը եւ Բադուանը փանալով իրտիվացի չէ տեսած Արարատը։ Ինչ որ յուրաքանչյուր հայ կտեսնե, ամեն մեկս Արարատը տեսնալով բահմը ուրախություն կզգանք, որովհետև ամեն օր ամեն բահուն չենք կրնար տեսնել։ Օր գլա ամբամած գլա, կոլորշի գլա եւ Արարատը չի հայտնվի։ Իսկ երբ որ մենք տեսնենք Արարատը բայցար պատկերով, ուրախություն կբայդե մեր ներքինը։
Այս բոլոր հայոց համար այսպես է եւ այս սկացումը գտնա հասկանալ միայն այն անձը, որ գտնվի Հայաստան դիտե։ Իսկ այդ նույն լերը, նույն սարը ինչ նշանակություն ունի Թուրքիո համար, Թուրքիո հասարակության համար։ Ասեմ ես ձեզ, ոչինչ, ոչ մեկ նշանակություն ունի։ Իսկ կնիքի վրա Մեկ բանաստեղծություն գրված է Արարատին ծնված։ ճիշտ եք ասում։ Ոչ մեկ գեղանկարչություն։ Իսկ սահմանահատման կնիքի վրա ինչ նշանակություն ունի։ Այո, գրնար չլալ, բայց այդ նշանի գոյությունը թող ոչ ոքի անհանգստություն պատճառի։ Ուրիշներուն անհանգստություն պատճառեց, ասելով եթե այդ նկարը պիտի հանենք, ես ադոր բոլորովին թեմեմ։ Որովհետև մենք չենք գնալ ուրիշներուն բոլոր զգացումները կամ գամքերը կոհացնել։ Մեզ համար զգացական երևույթ մնա անիկա։ Այսօր այդ կնիկեն հանողները վաղնա գուզեն Հայաստանի պաշտոնական զինանշան են հանել Արարատի գերբարը։ Բայց ոնց կարելի է։ Մենք դարձյալ ամեն առավոտ աչքերից սպանալով Արարատը բիդեստանք մեր դիմաց։ Եվ այդ մեկը մեզ համար նշանակություն ունի։ Մեր ինքնության խորհրդանիշն է։ Մենք մեր ինքնությունը կդանք Արարատի փեշերուն հայք նահաբեդեն վերաշաշվես է։ Ուրեմն ինչպես ժխտենք, ինչպես մերժենք ուրիշներուն սիրելի թվելու մարմաճով։ Անհոն է, հոգչեթե մեր սահմանին մեջ է, թե չէ, մենք ազատ կամքով գրնանք երտալ, գրնանք պարսանալ, այդ մեկը երկրորդական, բայց անհոն է, մեր աչքին դիմացն է։ Ես կհիշեմ մեր հարազատ բարեկամներեն մեկուն Քեղամին այցելածեի Սևան քաղաքի մեջ, Սևանի թաշտային դարածքիներ իր դոնը, ինձ ուրախությունով սա որ դես Պակրատ, երբեմն օր գլա, որ այս Արարատ սարը ճիշտ հոսեկած գլա ասավ, մատնացույց հրա որ են իր բարդեզի եսերքը։ Մենք այսպեսով կապված ենք այդ դերան, այս մեկը թող մեզի շատ չդեսնեն։ Լավ, հիմա գանք Ստամբուլին, որտեղ դուք ապրում եք, էլի տեղեկություններ են ստացվում զանգվածային ցույցերի մասին, այսինքն Ստամբուլ անհանգիստ է շարունակում մնալ։ Ես ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, Բակրատ, Էրդողանի ճակատագիրը Ստամբուլն է որոշելու, քաղաքական։ Այդ մեկը համադարած համոզում է, որ Իստանբուլը նվաճողը Թուրքիան կնվաճի։ Եվ վերջին շրջանային ընտրությունները ապացուցեցին, որ Էրդողանը հստակ բարդություն գրեց Իստանբուլի մեջ։ Ընդդիմադիրները նվաճեցին բազմաթիվ քաղաքապետարաններ, որոնք նախապես Էրդողանի կուսակցության կողմէ կղեկավարվեին։ Այստեղ միայն քաղաքապետարանի դիրանալը չէ, քաղաքապետարանի դիրանալու միջոցով ահագին շուգայի մդիրանալու երևույթն ալգա։ Էրդողանի իշխանությունը իր շրջինները կհարստացներ քաղաքապետարանի ընձեռած միջոցներով։ Եվ հիմա ընդդիմադիրներն այդ քաղաքապետարանները նվաճելը մեծ կորուստ եղավ իր շրջանագին համարալ։ Եվ հիմա թադական խաղերով կփորձե ետ ստանալ այդ քաղաքապետարանները։ Քաղաքապետական խորհրդի անդամներուն սպառնալիքներով կպահանջե, որ անոնք հրաժարին իրենց կուսակցությունեն եւ անդամակրվին իր կուսակցության։ Իսկապես բավական գեղդոտ քաղաքականություն կշարունակվի եւ ժողովրդահանրապետականներն ուրիշ միջոց չկդան, ինչ որ փողոքի ցույցեր կազմակերպել է։ Եվ այդ փողոքի ցույցերը իսկապես բավական մեծ մասնակցությունով կգայանան։ Ամեն շաբաթ շաբթու մեջ Իստանբուլի թաղերեն մեգեններս, իսկ շաբաթա վերջինալ Թուրքիո որևէ մեկ քաղաքին մեջ հանրահավաքներ կգազմագերբվի եւ այդ հանրահավաքները մեծ ժողովրդականություն կվայելեն, ինչ որ այսալ նդահոգություն կպատճառե Էրդողանին։ Էրդողանը 2 տարի վերջ արդեն 25 տարվա իշխանություն պիտի դառնա։ 40 տար կղեկավարի երկիրը։ Եվ հիմա դիրող ընդհանուր համոզումը այն է, որ Էրդողան, եթե ընկալե որ ընդրությունը պիտի գործընծնե, այդ ընդրությունը չի գայանար։ Այսպես համոզում մը գա ժողովրդի մոտ,
բնական պայմաններով 2028-ի մայիսին պետք է ըլլա ընդհանուր ընտրությունները, խորհրդարանի ընտրությունները, նախագահի ընտրությունները, դեսնենք մինչև այդ օրը դակավին ինչ շուրեր պիտի խոսին գամուրջներու դագեն։ Լավ, ավարտեցինք այսօր, շնորհակալություն, որ միացաք մեզ, Բագրատ։ Խնդրեմ, ես շնորհակալ եմ, բարի աշխատություն ձեզ։ Բագրատ Էստուկյան, Ստամբուլի Ակոս թերթի հայկական բաժնի գլխավոր խմբագիր, ավարտեցինք այսօր, մինչ վաղը, նույն ժամին։